Այսօր իշխանությունները ճանապարհ փակելով աճ է իշխանության։ Անես շանեն, որ ճանապարհ փակելով է այդ իշխանությունները ռադելն։ Քասախի ու Պրոշյանի բնակիչները նորից Երևան աշտարակ մայրուղի են դուրս եկել։ Առավոտից մի քանի ժամով փակել այն։ Երևանին կպած այս երկու համայնքները սպասարկող մայրաքաղաքային 25 եւ 59 համարի ավտոբուսներին պիտի փոխարինեն 3 տարի առաջ մրցույթում հաղթած մուլտիտրանսպորտ ընկերության միկրոավտոբուսները։ Ընկերությունը Ծառուկյանի ընտանիքին է պատկանում եւ մրցույթի միակ մասնակիցն է եղել։ Թողել անփոփոխ այն ամենը, որ հիմա կա եւ անցնել կառուցողական դաշտ, համայնքի շահերը հաշվի առնելով հայտարարել նոր փոխադրողի տենդեր, եթե կարիքը կա եւ հաշվի առնել համայնքի շահերը։ Այս ամսվա սկզբից բնակիչներին լսել են թե կառավարությունում, թե մարզպետարանում։ Սկզբնական պայմաններից նահանջ եղել է, օրինակ Պրոշյան-Երևան 250 դրամ պիտի լիներ միկրոավտոբուսի վճարը, 200 են դարձրել, Քասախ-Երևանը 200-ից 150, սա չի բավարարել, ոչ մեկին պահանջում են մայրաքաղաքային տրանսպորտը թող նույն պայմաններով մտնի իրենց համայնքներ։ Մեր պահանջն է, որ մեր տրանսպորտը դուրս չգա, ով ուզում է ներս գա, թող գա, մենք ոչ մեկին դեմ չենք, բայց թող մեր տրանսպորտը դուրս չգա մեր համայնքից։ Մեր ժողովրդի պահանջը դա, որովհետև ժողովուրդը միասնական տոմսային համակարգից է օգտվում, որ մի քիչ էժան լինի այդ գնալ գալը։ Հիմա այդ ավելորդ շատ մեծ բեռ է ժողովրդի ուսերին։ Առանց այդ էլ ժողովուրդը ֆինանսապես ահավոր վատ վիճակա գիտեք այդ ամեն ինչի մասին։ Մենք զուտ պահանջում ենք, որ մեր տրանսպորտը բարձրանա մինչև մեր պոստայի դիմաց, չենք էլ ասում, որ մտնի գյուղ պտտվի, ոնց որ են վաղ եղել։ Տարածքային կառավարման նախարարությունում բնակիչներին ասել են, մայրաքաղաքային ավտոբուսները կարող են մոտենալ մինչև մայրուղի, գյուղ մտնել օրենքն արգելում է։ Քասախցի Դավիթ Բոյաջյանն էլ տարակուսում է շուրջ 20 տարի օրենքի մասին հիշող չի եղել։ Այսքան ժողովուրդը այդ մեծ մարդիկ երեխեքը, որ իրանց գիծը կազմակերպել են, իրանց կյանքը, իրանց աշխատանքը, ուսումը կազմակերպել են, ըստ էս հիմիկա երթուղու։ Հիմա սոցիալական բեռը շատ մեծ ծանրանում է ժողովրդի վրա, իրանք էլ դրա լուծումը չունեն, իրանք ասում են էտա։ Մենք մեղավոր չենք, որ ժողովրդի ձեռը փող չկա։ Իրանք այդպես պատասխան են տալիս մեզ։ Քասախի տրանսպորտն օրինակ Աջափնյակ Մալաթիայով Արգավանդ էր հասնում։ Մարդիկ սովորել են արդեն հիմա այս նոր միկրոավտոբուսների վերջին կանգառը ֆիզիկայի ինստիտուտի խաչմերուկն է լինելու, նաև Քասախի համար։ Ամեն օր նույն ժամին այս երկու գյուղերից 1000-ից ավելի ուսանող կուտակվելու է այդ խաչմերուկում ու ոնց դասի հասնեն, հարցնում են քասախցիներն ու պրոշյանցիները, էլ չասած, որ խոսքը փոքրիկ 18 տեղանոց միկրոավտոբուսների մասին է։ Առաջպային գազելների նման, որ ամեն մեկը մեկի կնոջը հետևին դոշին կպնեն, մեկն նեղանա, դզվել են նորմալը խեն քանդում, ինչ եմ արը քանդում, պետք է քանդեն անպայման։ Հազիվ մեջքներս ուղղել ավտոբուսում կանգնել էինք, մեզ էլի կրացնում են, զայրանում են բնակիչները։ Մայրուղում ակցիան դադարեցրին միայն այն ժամանակ, երբ ոստիկանության ներկայացուցիչը փոխանցեց առաջարկ կառավարական շենքից։ Ամսի 25-ին շարժման կազմակերպիչները հրավիրվում են տարածքային կառավարման նախարարի մոտ, ինձ տեղեկացրեցին, այնտեղ այլ նախարարների ներկայությամբ քննարկում է տեղի ունենալու այս խնդրի շուրջ։ Արդեն մի ամիս է, 3 օր, ոչ մի 3 օր, հենց այսօր պատասխանը տալիս են ու վերջ։ Այնուամենայնիվ կազմակերպիչները հավաքվածներին հորդորեցին սպասել մի քանի օր, տեսնեն թե կառավարությունն ինչ կասի իրենց։ Այսօր տարածքային կառավարման նախարարությունը բողոքի ակցիան սկսվելուց հետո հայտարարություն տարածեց, որում անհնազանդության այս դրսևորումը ապակառուցողական են գնահատում, շեշտում, որ ընդառաջ քայլեր են ձեռնարկել, փոխադրավարձի նվազեցում, Երևանի տրանսպորտը պահպանել մինչև միջպետական ճանապարհ, Երևան քաղաքում էլ վերջնակետը փոխել։ Քասախի վարչական ղեկավար Արտակ Թովմասյանը երկու քարի կառավարական բարեփոխման ու ժողովրդի բողոքի արանքում է մնացել, ասում է մարդկանց բողոքը մասամբ արդարացի է։ Մարդկանց սովորելու վրա է, որ դժվար է, բացի Երևան քաղաքի տրանսպորտը ունի զեղչային համակարգ, ամենօրյա օգտվողների գրպանի վրա դա երևում է։ Մեր համբերությունը սահմանափակ է։ Պրոշյանցիներն ու քասախցիները հարազատ 25 ու 59 համարի ավտոբուսներից իջնել ու միկրոավտոբուս նստել չեն պատրաստվում։ Ասում են, եթե ապրիլի 25-ի հանդիպմանն էլ լուծում չգտնվի, բողոքը կշարունակեն ու ընտրություններին էլ ոչ մի ձայն չեն տա իշխանությանը։
այսքան ժողովուրդը երբեք ձայն չի տածեց։ Ձեզ ձայն կտա միայն գյուղապետը իր կնոջ հետ։ Քասախցի Խաչիկ Խաչատրյանը բողոքի ակցիայի պարտաճանաչ, բայց հուսահատ մասնակիցներից էր։ Կառավարությունը խորամանկ քայլեր է անում, ասում է։ Եկեք գնանք մասնակցեմ, բայց պարզապես ես համոզված եմ, որ ժողովուրդը ոչինչ չի հասնի այս իշխանության օրոք, ոչ մի բանի չի հասնի։